Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե եթե իր համար կանխատեսելի էր Գյումրիում ստեղծված այս քաղաքական իրադրությունը, ապա ինչու մինչև վերջ չպայքարեց հանուն Գյումրեցու շահերի, միևնույն ժամանակ անդրադարձավ նաև փակ դռների հետևում տեղի ունեցած քննարկումներին վերաբերող խոսակցություններին։ Եղավ այդ փակ դռների հետևում քննարկումը, եղավ այդ գործարքը, այն ժամանակ երբ որ մանդատը վերցրեցի Արտուրանյանից հետո մի րոպե, այդ ժամանակ բոլորը վերլուծում էին, մտածում էին, որ Մարտուն Գրիգորյանը դուրս է գալիս պատիվ ունեմ խմբակցությունից, համագործակցելու է ԿՊ-ի հետ, նմանատիպ լուրեր, ինֆորմացիաներ տարածվավ։ Այդ չստացվեց։ Քաղաքապետի ընտրություններին առաջադրվելուց Մարտուն Գրիգորյանը առաջադրվելու է, որ քաղաքացիական պայմանագրի հետ չգիտեմ ինչ, այդ էլ չստացվեց։ Ընտրություններից հետո փակ դռների հետևում Մարտուն Գրիգորյանը պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, այդ ընթացքում էլ տեսակ, որ ամբողջությամբ ամեն ինչ կախված էր ինձանից։ Քաղաքը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե մնալու է ընդդիմությանը, այսինքն այդ հավաքական հաղթանակին է գնալու։ Այդտեղ էլ Մարտուն Գրիգորյանը ցույց տվեց իր սկզբունքային լինելը։ Հիմա նորից այստեղ արդեն այն, որ ասում է ես ընկնում է, տանագավորները շատանում են։ Այն ժամանակ բոլորը ասում էին Մարտուն ասա, ինչի չես ասում, ինչ ես մտածում, ձեր ասածի պես պայմանավորվածություն փակ դռների հետևում, այս պայմանավորությամբ ժողովուրդ ջան, Մարտունը արել է իր քայլը, այս մասով, հիմա որ խնդրեմի առաջ է կանգնեն, նույն ընդդիմությունը, նույն այս հաղթանակը այս վիճակի մեջ է հայտնվել, հիմա այսպես կներեք էլի, այդ Փարիզ համար կռայնին էլի մնալու է Մարտունը, թե Մարտուն ջան, դե ոչ գիտեիր, որ այդպես է, չանիր։ Ես ասեցի, որ այստեղ կար հնարավորության խնդիր, իսկ ինչ մնում է ճնշումներին, այդ որ տարբեր Բորիսներու, չգիտեմ, լավ, էլ բոլորին անվանական չգնամ, որ կարողացանք ճնշել Մարտունին, որը գնաց այս քայլին, այս ինչ արեց, այն ինչ արեց, ինձ վրա ոչ մեկը չեն կարողացել ճնշում գործադրել։ Ես բացարձակապես բացի իմ թիմից այս պայմանությամբ հստակ ասում եմ լրատվության առաջ բոլորի դարչև ոչ մի քաղաքական ուժի հետ, ոչ մի քաղաքական թիմի ղեկավարով ու ղեկավարի հետ պայմանավորված չի եղել իմ հայտարարությունը։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացավ 160-րդ հոբելյանական թատերաշրջանի առաջնախաղով, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած 3 անունով մի աղջիկ ներկայացումը։ 1, 2, 3 եւ փոքրը չէ։ Ոնց որ սպիտակ փոքր չլինի։ Ես անընդհատ պետք է ստեղծագործեմ, նույնիսկ եթե մի 5 տարի էլ ապրեմ, այդ 5 տարին էլ ստեղծագործեմ։ Թատրոնը 160 տարեկան է, իսկ վարպետը 80։ Ծատուրյանը հոբելյանական երեկոյի փոխարեն նախընտրել էր խոսել իր սիրելի լեզվով, բեմի լեզվով։ Մենք ուզեցինք հոբելյանական երեկո անենք եւ ինքը իրեն բնորոշ մի շատ կարեւոր բան ասեց ինձ պետք չի հոբելյանական երեկո։ Ես ուզում եմ ներկայացում բեմադրել։ Անահիտ Աղասարյանի պիեսը Ծատուրյանը բեմադրել էր դեռևս 33 տարի առաջ մետրո թատրոնում։ 3 հեղինակների գործեր են այստեղ զետեղված, բայց բավականաչափ փոխած եւ այնպես է փոխած, որ արդեն նրանցից միայն մի քանի բաներ են մնում։ Եթե այն ժամանակ նա պատմում էր չվհատվելու եւ գալիք լավ օրերին հավատալու մասին, ապա այսօր նույն պատմությունը ստանում է նոր երանգ, կյանքի ամենադժվար պահերին էլ մարդը պետք է շարունակի առաջ նայել։ Դիեզերքը լսում է այդ մեր ցանկությունները եւ լավ ուղարկում է։ Երբ որ շատ ենք դժգոհում, շատ ենք նվնվում, բան, դա էլ անում է էլի։ Դրամայի գործողությունները ծավալվում են մետրոյի լքված կայարանում, որտեղ մի աղջիկ տարբեր տարիներին տարբեր անուններով անցնում է կյանքի բարդ ուղին, պայքարելով իր ճակատագրի դեմ։ Իսկ կյանքի փորձը միշտ հիշեցնում է, եթե ինչ-որ բան ձեռքիցդ բաց ես թողնում, այն էլ երբեք չի վերադառնում։ Յուրաքանչյուր դրության ժամանակ թեկուզ լինես մխրճված, չգիտեմ, ճահճի մեջ, պետք է քո մեջ ուժ գտնես եւ վերածնվես։ Հույսը չկորցրած հերոսների ներկայությունը հիշեցնում է մարդն ուժ է ստանում ոչ միայն իր ներսից, այլև բարի խոսքից, կարեկցանքից, կողքին կանգնած մյուս մարդուց։ Ներկայացումը մարդկային ճակատագրերի մասին է, այնպիսի խեղված ճակատագրերի,
եւ ֆիզիկապես խեղված մարդու մասին, որին մարմնավորում եմ ես, եւ որն իր մեջ այդքան ուժ է գտնում, այդքան բարություն, այդքան համարձակություն, որպիսի այն խեղված ճակատագրերով մարդկանց կարողանա կանգնեցնել ճիշտ ուղու վրա։ Ներկայացման ավարտին դերասան Լևոն Հարությունյանն, ով 33 տարի առաջ մարմնավորել էր նույն պիեսի հերոսներից մեկին, նշեց, որ կրկին ապրեց իր անցյալը, համոզվելով, որ ներկայացման ասելիքը մշտապես արդիական է։ Դերասանական գժոտ խելար խումբը իմ անցյալը փռեց ոտերից տակ ու ես առաջի անգամ ափսոսացի իմ անցյալի վրով անցնեմ։ Սենց քիչ ներկայացումներ չլինելու պատճառով այսօր մարդը իր կուրսը գցել է այսօր մարդու համար ամենաթանկ կուրսը դա դոլարի կուրսն է, բայց մենք մարդիկ մոռացել ենք, որ ամենամեծ կուրսը դա մարդու կուրսն է։ Նշենք, որ արդեն հոկտեմբերի 25-ին թատրոնը կբացի 160-րդ թատերաշրջանը տարբերվող նախաձեռնությամբ։ Ամփոփելու ենք այս ամենը արդեն հոկտեմբերի 25-ին, որը փոքր-ինչ ավանդական ձևաչափից տարբերվելու է եւ մեր գյումրեցի հանդիսատեսը եւ մայրաքաղաքից ժամանած մեր հանդիսատեսը մեր դերասաններին կտեսնի այլ ձևաչափով։ Մինչև տարեվերջ կլինեն եւս երկու առաջնախաղեր 160-րդ թատերաշրջանը բացառիկ կլինի թե թատրոնի, թե թատերասեր հասարակության համար։ Շնորհակալ եմ, որ սիրում եք թատրոնը։ Աստղիկ Խաչատրյան, Հրաց Սահակյան, այսօր։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիում Վարդան Ղուկասյանի ձերբակալման շուրջ զարգացումների արդյունքում ոստիկանների կողմից բերման ենթարկված 33 անձանց այսօր ավելանում են այլ անձինք ևս, որոնք ներկա են եղել գործողությունների ժամանակ։ Այս մասին ահազանգում են իրավաբանները։ Այսօր քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում ընթանում էին քննչական գործողություններ մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համար։ Նախորդին բերման ենթարկված 33 անձանցից 6-ի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Հայկ Հարությունյանը։ Իր խոսքով կան անձինք, որոնք բերման են ենթարկվել ուղղակի տարածքում լինելու պատճառով, չնայած այն բանի, որ ոչ մի գործողություն չեն կատարել։ Ձայնագրություններն ենք ներկայացրել քննիչներին, որ տեսեք տվյալ անձը կոնկրետ որևէ գործողություն չի կատարել։ Ուղղակի կանգնած է եւ նրա ոստիկանները եւ նստեցնում են մեքենան։ Բայց կարծես թե դա էլ չօգնեց քննիչներին, որ հասկանան, որ տվյալ անձի դեմ գոնե այս մեղադրանքը չարա։ Մենք հույս ունենք, որ գոնե այն անձանց, որոնց դեպքում որ կոնկրետ փաստեր կան, մեղադրանքներ չեն առաջադրի կամ գոնե եսպայտերությամբ արգելանքից ազատելու որոշումներ կկայացնեն, բայց կարծես թե անթրջվել են եւ բոլորին ցանկանում են կալանքի միջնորդություններ ներկայացնեն եւ կալանավորեն։ Քանաքեռի կարի ֆաբրիկայում խորհրդային շրջանում դպրոցական համազգեստ են կարել, անկախության տարիներից սկսած արդեն զինվորական, նաև պետական ծառայության այլ ոլորտների աշխատակիցների։ Մոտ 15 տարի պատվերներ են ընդունում նաև արտերկրից։ Աշխատում ենք Ռուսաստանի մանկական աշխարհ խանութի հետ, արտահանում ենք մանկական դպրոցական համազգեստներ։ Ռուսաստանի Դաշնության հետ ունենք երկարատև պայմանագրեր բանվորական արտահայտության արտահանման։ Մոտ 12-13 տարի աշխատում ենք Գերմանիայի հետ, ելի բանվորական արտահայտություն ենք արտահանում, նաև զինվորական արտահայտություն։ Հիմա էլ սպասվում են նոր պատվերներ։ Նոր պատվերներն արդեն մյուս տարուց նոր արտադրամասում կիրականացնեն վերջին տարիներին պետական աջակցության լիզինգի ծրագրով ձեռք բերված սարքավորումները նոր միջավայրում կգործարկեն։ Պարբերաբար օգտվում են պետական այլ արտոնություններից էլ հումքի ներմուծման մաքսատուրքից են ազատված տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացման նոր ծրագիրն էլ, որից պատրաստվում են օգտվել, կօգնի դրսի գործընկերների հետ նոր փոխհարաբերություններ ձևավորել, արտահանման ծավալները վերանայել։ Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել հումքի ներկրման համար ձևակերպված վարկերի տոկոսագումարները։ 24 թվականին արտանել ենք $536,000 ապրանք, որը հիմնականը եղել է ծառայություն, հումքը ուղարկել են մեզ մեր գործընկերները, մենք վերամշակել ենք, ուղարկել ենք։ Այս ծրագիրն էլ որ լինի, արդեն մենք կարանք մեր հումքով հանդես գանք, վարկային միջոցների սուբսիդավորումը կեժանացնի հումքի ինքնարժեքը
եւ ավելի մրցունակ կդառնանք։ Հումքի շուկաների դիվերսիֆիկացման ծրագիրը տեղական արտադրողներին ընտրության լայն հնարավորություն է տալիս։ 9 երկիր է ներառված ցանկում, որտեղ մատակարարներ գտնելը դառնում է շահեկան։ Ծրագրի շրջանակում պետությունը սուբսիդավորում է որոշակի թիրախային երկրներից՝ Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Իտալիայից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից տեքստիլի հումքի ներմուծման համար վարկերի տոկոսադրույքները 8% կետ դրամով եւ 6% արտարժույթով։ Վարկը կտրամադրվի 3 տարով, իսկ սուբսիդավորման ժամանակահատվածը 12 ամիս է սահմանված։ Պարտադիր պայման է, այս աջակցությանը կարող են հավակնել միայն այն արտադրողները, որոնք դրսի շուկաների հետ են գործակցում։ Վարկի տրամադրման առավելագույն չափը կախվածության մեջ է տվյալ ընկերության նախորդ տարվա դրությամբ իրականացված արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքից։ Ենթադրենք ընկերությունը նախորդ 365 օրերի ընթացքում արտահանել է 10,000 եվրոյին համարժեք արտադրանք, վարկի առավելագույն չափը սահմանվում է 10,000 եվրոյին համարժեք դրամի չափով։ 2024 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 352 միլիոն դոլարի տեքստիլ արտադրանք, հիմնական ուղղությունները Ռուսաստան, Իտալիա, Գերմանիա, Սլովակիա, Ավստրիա։ Պետական աջակցության ծրագրերի արդյունքում ակնկալվում է, որ 2025 կամփոփվի զգալի աճով արտահանման աշխարհագրության ընդլայնմամբ։ Ղազախստանի նախագահն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Աստանայում գտնվող Ադրբեջանի նախագահին երկկողմորակարգի հարցերից բացի անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին։ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նոր փուլ է սկսվել, խաղաղության փուլ։ Վերջին բախումներից 2 տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ քաղաքական կամքի զգալի մակարդակ են ցուցաբերել։ Եվ իհարկե Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերը արժանի է ամենաբարձր գնահատականի։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը ըստ էության վերջ դրեց երկարամյա հակամարտությանը։ Այն զարգացման մեծ հեռանկարներ է բացում, այդ թվում եվրասիական մայրցամաքի մակարդակով։ Կասիմ Ժոմարտ Տոկաևը եւս ողջունել է Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները, դրանք որակելով պատմական։ Անկասկած երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները գործակցության նոր հորիզոններ են բացում ամբողջ տարածաշրջանում եւ կարծում եմ նաեւ դրանից դուրս։ Նախագահները Հարավային Կովկասին են անդրադարձել նաև երկկողմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ Ալիևը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Թրամփի ուղու գործարկումը զգալիորեն կընդլայնի տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ կարողությունները։ Նրա կարծիքով հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ արդեն 2028 թվականի վերջին։ Թրիփի նախագիծը Վաշինգտոնյան գագաթնաժողովի նվաճումներից մեկն է։ Նախագահ Թրամփը դրան տվել է իր անունը, հետևաբար այն միանշանակ կյանքի կկոչվի։ Այսպիսով բացվում է միջին միջանցքի եւս մեկ երթուղի։ Մեր երկրների տարածքներով Ասիա-Եվրոպա բեռնափոխադրումների ներուժն ավելի կմեծանա։ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նրա խոսքով առաջին նման տարանցման օրինակն է ղազախական հացահատիկի տեղափոխումը Հայաստան։ Ալիևը շեշտել է, այս քայլը ցույց է տալիս, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն խաղաղություն է ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում։ Միացյալ Նահանգների նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը եւ Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հանդիպմանը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ դեռ պետք է մտածի այդ մասին, քանի որ չի ցանկանում ժամանակ ծախսել եւ դատարկ հանդիպումներ ունենալ։ Չեմ պատկերացնում, ինչ կարող է դրանից դուրս գալ։ Նրանց ասել եմ, որ շփման գծում կանգ առնեն, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի կարծիքով Վլադիմիր Պուտինը եւ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը կարող է անցկացվել արդեն հաջորդ շաբաթ, սակայն ամերիկյան կողմը հայտնել է, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա։ Այնուհանդերձ ներդրումների եւ տնտեսական գործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Հունգարիայում կայանալիք Ռուսաստան ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Հայտարարություններով է հանդես եկել Ուկրաինայի նախագահը Զելենսկին հավատացրել է Կիևը պատրաստ է ավարտել պատերազմը եւ երկխոսություն վարել, հաշվի առնելով շփման ներկայիս գիծը։ Սակայն դիվանագիտության նկատմամբ Մոսկվայի հետաքրքրությունը մարել է, ընդգծել է Զելենսկին։
Բանակցություններում դադարի ֆոնին Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձարվածները։ Ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով թիրախավորել են Կիևի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի մարզերը եւ այլ տարածքներ։ Երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բազմահարկ շենքերում հրդեհներ են բռնկվել։ Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով շուրջ 20 մարդ է վիրավորվել, հայտնի է առնվազն 6 զոհի մասին, 2-ը երեխա։ Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ ուկրաինական ուժերն հարվածել են Դաղստանում եւ Մոլդովայում արդյունաբերական օբյեկտների, զոհերի եւ վիրավորների մասին չի հաղորդվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով գիշերը խոցվել է ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք։ Համասը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել եւս 2 գերու մարմին։ Այս պահի դրությամբ շարժումը վերադարձրել է 15 պատանդի աճուն հայտնի 28-ից։ Համասից նշում են, որ մարմինները գտնելու գործընթացը դանդաղում է, քանի որ դրանք կարող են գտնվել փլատակներում եւ անհայտ վայրերում։ Դոնալդ Թրամփը սպառնացել է համապատասխան գործողություններ ձեռնարկել, եթե պաղեստինյան խմբավորումը չվերադարձնի բոլոր աճյունները եւ խախտի հրադադարի ռեժիմը։ Մերձավոր Արևելքում եւ հարակից տարածաշրջաններում մեր դաշնակիցներից մի քանիսն ինձ վճռականորեն ասել են, որ իմ խնդրանքով կարող են մտնել Գազա եւ Համասին ցույց տալ իր տեղը։ Ես նրանց ու Իսրայելին դեռ ասել եմ սպասել, Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ փոխնախագահն էլ մեկնել է Իսրայել, նա ընդունել է, որ գերիների աճյունները գտնելու համար ժամանակ է պետք, քանի որ Համասի համար բարդ է դրանք գտնել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է ի վերջո կառավարելու հետ պատերազմյան Գազան, ես չունեմ դրա պատասխանը։ Այժմ հարկավոր է վերականգնել Գազայի հատվածը, հայտարարել է Ջեյ Դի Վենսը։ Նա հավելել է, երբ պաղեստինցիներն ու իսրայելցիները գոնե մի փոքր անվտանգություն ունենան, այդ պահից կմտածեն երկարաժամկետ կառավարման մասին։ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Սիրիայում եւ Իրաքում թուրքական զինված ուժերի մանդատը 3 տարով երկարաձգելու մասին բանաձևը։ Համապատասխան առաջարկով է հանդես եկել նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ 2 տարով էլ կերկարաձգվի Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում Թուրքիայի զինված ուժերի մանդատը։ Խորհրդարանի հաղորդագրության համաձայն նման որոշում է կայացվել հաշվի առնելով իսլամական պետության եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարելու անհրաժեշտությունը։ Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան շարունակելու է տարածաշրջանում կայունացման ջանքերը, նաև հավատարիմ է մնալու Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Տեղ համայնք, տեղ եւ Քարաշեն բնակավայրերի հատման կետ։ Հենց այստեղ Ուրցասարի սրտում ծածանվում է Հայաստանի ամենաբարձր 34 մետր 34 սանտիմետրանոց խորհրդանշական դրոշը, անկախության 34-ամյակի կապակցությամբ։ Ազգային երկուպար ավանդական հյուրասիրություն։ Եռագույնի բարձրացմանը նվիրված հանդիսավոր միջոցառումներ հոկտեմբերի 19-ին Ուրցասարում համախմբել ժողովրդին մեկ գաղափարի շուրջ։ Խաղաղությունը այսօր մեծ արժեք ունի, կոնկրետ որպես սահմանամերձ համայնքի ղեկավար եմ ասում, բայց այս պահի մեզ ինչա պետք, մեզ պետք է միասնական լինենք, այս որ ասում ենք, այս արժեքը սա է, մենք այս օգոստոսի 8-ից հետո այս ժողովուրդը արդեն ապրում արարում են եւ պիտի լինենք միասնական, բնականաբար պիտի լինենք միասնական, որպեսզի այս հողն ու ջուրը մենք ուրիշ տարբերակ չունենք ստեղից տեղափոխվելու, միասնական պիտի լինենք ու հայազգը պիտի լինի մեկ բռոնցք, ու այսպես մենք կարանք ապրենք, արարենք ու հասնենք մեծ բարձունքների։ Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պաշտպանության նախարարության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը եւ բազում տեղցիներ, որոնք կարևորում են ազգային արժեքների պահպանման ուղղված նախաձեռնությունները։ Մենք երեխաների մանկուց դաստիարակելու հետ կապված շատ մոտեցումներ պետք է փոխենք, որովհետև շատ դեպքերում շատ այլ բարքեր արդեն փոքր տարիքից ձևավորվելով երեխաների մոտ, հետագայում շատ դժվար է մարդկանց մեջից դուրս գալիս։ Ես էլ եմ այդ ժամանակաշրջանում մեծացել եւ տարիներ անց շատ-շատերի մոտ այդ ազգային արժեքների նկատմամբ սխալ ընկալումը արդեն սովորություն է դառնում։ Փորձում եմ բոլոր միջոցառումներին ներկա գտնվել, մեծ սիրով եմ փորձում եւ այն ժամանակ, երբ նիստեր չի լինում, ես անպայման մարզում եմ եւ կարելի ասել դուր առ դուր մարդկանց հետ շփվում եմ, որ ինձ շատ մեծ էներգիա է տալի եւ խնդիրները ճիշտ վերլուծելու, ճիշտ գնահատելու եւ ազգային ժողովում եւ կառավարության գործընկերների ներկայացնելու առումով շատ արդյունավետ է այդպես աշխատելը։ Առանձնակի ուշադրության էին արժանացել կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած հերոսների մայրերը։ Որդիներին հիշելը ապրեցնում է վշտացած ծնողին, վառ պահում գործած սխրանքը։ Թող տեղ համայնքը
հայոց աշխարհը։ Միշտ լինի խաղաղ, միշտ կայուն լինի, հայը երբեք չի ծնկել ու չի ծնկելու։ Մեր որդիները չեն պարտվել, մեր որդիները հաղթած են։ Եվ ես պարտավորացնում եմ, որպես հերոսամայր, որպիսի պահեն ու պահպանեն այն հողը, որը այրան գնով պահել են մեր որդիները։ Ինչպես դրոշի յուրաքանչյուր գույն ունի իր նշանակությունն ու բացատրությունը, այնպես էլ ամեն մարդ հայրենիքի առաջ պարտք ունի։ Լինի զինվորական ծառայություն, ամենօրյա աշխատանք, մշակութային ստեղծագործություն, թե հասարակական գործունեություն, քանզի հայրենիքը կերտվում է յուրաքանչյուրիս գործով ու նվիրումով։ Այստեղից Երևան ինչ է, որտե 7 սարի են կողմել լինեմ, թրջունի թևերով ես գալու եմ հասնեմ, հպարտ եմ, որ այսպիսի սերունդ է մեծանում, հպարտ, մարտական, ավյունով, զգում ես ուրախանում, որ ասում են հետնորդներս լինեք բարի, իրոք հետնորդներս հետարքիր սերունդներ են։ Դասավանդիր հանուն Հայաստան ծրագրին դիմել եմ 2023 թվականին, քանի որ ինչ-որ մի բան էի ուզում անել իմ հայրենիքի համար, քանի որ մեր երկրի հիմքը կրթությունն ու բանակն են իմ կարծիքով, եւ սա էլ իմ տեսակ իմ ծառայությունն է իմ հայրենիքի համար, քանի որ կրթության միջոցով կարելի է շատ փոխել աշխարհը, մեր երկիրը, երեխաներին եւ անգամ մի երեխայի վրա ազդեցություն թողնելով մենք կարող ենք մեծ քայլերի, մեծ նպատակների հասնել։ Սյունեցի Ֆիդանն 1 տարուց ավելի է ինչ դասավանդում է Լոռու Արցնի գյուղում։ Նրան ու 3 մարզերից դասավանդիր հանուն Հայաստանի ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասնակից մոտ 40 ուսուցիչ առաջնորդների ևս համախմբել էր համագործակցության ուժը դասարանում, թիմում, համայնքում խորագիրը կրող ուսուցիչների փորձի փոխանակման աշխատարանը։ Այսօր մեկտեղել ենք, հավաքել ենք մեր Լոռի, Տավուշի եւ Գեղարքունիքի դպրոցների ուսուցիչ առաջնորդներին, ովքեր տարվա մեջ, ուսումնական տարվա մեջ 2 անգամ ունենում են տարածաշրջանային ուսումնական հանդիպումներ, երբ որ հավաքվում են միասին, գալիս են տարբեր համայնքներից եւ ունենում են միասին աշխատարաններ, սեսիաներ։ Սրա նպատակն այն է, որ մեր ուսուցիչները եւ կիսվեն իրենց փորձով, իրար հետ, իրենց ունեցած գիտելիքով, հմտություններով, դպրոցում իրականացրած իրենց ծրագրերով եւ իհարկե սովորեն իրարից։ Այսինքն այսօր մեզ մոտ սովորելու եւ փորձով միմյանց հետ կիսվելու օր է։ Ծրագիրը գործում է Հայաստանի բոլոր մարզերում։ Փորձի փոխանակման այս աշխատարանի ուսուցիչները հավաքագրվել են, անցել համապատասխան վերապատրաստումներ ու տեղակայվել Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում։ Մանեն Ալավերդին 2 տարով փոխարինել է Տավուշի Դովեղ գյուղով։ Ուսուցչի աշխատանքը համեմատում է մոմի լույսի հետ։ Լույս է տալիս եւ նոր լույսեր է վառում։ Երբ 4-րդ կուրսում ստացա ճակատագրական զանգ, որտեղ ինձ ասում էին, որ կարող եմ միանալ դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի, ես հասկացա, որ սա նշան է եւ պետք է հետեւել այդ նշաններին։ Այսօր այստեղ լինելը իմ համար շատ կարևոր է, որտեղ փորձի փոխանակումը յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է, երբ որ դու ծանոթանում ես նոր գործիքների, նոր մեթոդներ ես քո հետ վերցնում, քո դասերը եւ դասապրոցեսը ավելի արդյունավետ ես կարողանում իրականացնել։ Ես տվեցի իմ մեթոդները, վերցրեցի մի քանի այլ մեթոդներ, որոնք ես հաստատ կկիրառեմ իմ դասերի ժամանակ։ Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագիրն արդեն 10 տարի է ինչ գործում է։ Այս պահին ծրագիրը բաց է եւ հավաքագրում է իր 12-րդ սերնդի ուսուցիչ առաջնորդներին, ովքեր անցնելով ընտրության փուլերը կվերապատրաստվեն եւ կգործողվեն 2 տարի իրենց առաքելությունը կատարելու որևէ համայնքում։ Պետական եկամուտների կոմիտե բիզնես գործընկերային քննարկում։ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման եւ հսկողության վարչությունում հերթական հանդիպումն է տեղի ունեցել մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համատեղ քննարկվել են մաքսային ընթացակարգերի հետագա բարելավմանն ուղղված հարցեր։ Այս ձևաչափը վատ ձևաչափ չի։ Շփվելու, բարձրաձայնելու խնդիրները,
հետադարձ կապ ունենալ իրար հետ։ Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը կարևորել է մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների դերն ու ակտիվ մասնակցությունը գործընթացներին։ Հանդիպմանը խոսել են արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանը միտված տարվա ընթացքում ներդրված նոր նախաձեռնությունների արդյունքներից։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել մաքսային մարմնի կողմից ապրանքների արտահանումը շուրջօրյա սպասարկելու գործընթացին։ Բեռնափոխադրողների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ փուլը մեկ վայրում, ժամանակավոր պահպանման պահեստում իրականացնելու նորարարությանը եւ այլ նախաձեռնություններին։ Ֆիզիկական անձին իմաստ չունի արդեն գալ այստեղ, այսինքն անհրաժեշտությունը դրա չկա, գալ հերթ կանգնել սպասարկման սրահում եւ միանգամից պահեստ են գնում իրենց ապրանքները ստանալու համար։ Նույնն էլ ձեր մասով կարծում եմ, որ դուք էլ հերթերի մեջ չեք, ձեր հայտագրերը ցանկացած վայրից կարող եք ներկայացնել, որը կարծում եմ նաև ձեռբերում է ձեր աշխատանքները պլանավորելու համար, ձեր օրը պլանավորելու համար։ Ողջունելով մաքսային ծանուցման համակարգի արդյունավետ կիրառումը, մաքսային միջնորդները միաժամանակ նոր առաջարկով են հանդես եկել։ Արդյոք որևէ ֆիլտր կա ծանուցման համակարգում, որը ֆիլտրում է շուտ փչացող բեռների հայտարարագրերը, որոնք որ ավելի արագ ծանուցվեն։ Մենք այդպիսի ֆիլտր նախատեսել ենք ծրագրով, հարթակով, մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում։ Քննարկումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Մասնակիցների հավաստմամբ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջապես պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում քննարկել գործնականումի հայտ եկած խնդիրներն ու համատեղ լուծումներ գտնել։ Հանդիպման շնորհիվ հնարավորություն ունենք հստակ կոնկրետ դեմ առ դեմ քննարկելու բոլոր խնդիրները, առաջարկները, որի շնորհիվ էլ հուսով եմ, որ կարողանում ենք շատ ավելի օպտիմալ լուծումներ գտնել։ Հանդիպումների ժամանակ մենք քննարկում ենք ներկայացնում ենք մեր առաջարկները, որի հետևանքով նաև ստանում ենք բոլոր այդ հարցերի լուծումները, որ հեշտացնում է մեր մաքսային գործընթացը։ Կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են, հանդիպման ընթացքում բարձրաձայնվող հարցերը եւ բիզնեսի առաջարկները հաշվի են առնվում գործընթացների լավարկման եւ հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 4 տղամարդ, մեկը Երևանի, 3-ը Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բնակիչ, Վանաձորում վարձակալաստանն ապօրինի պահում են թմրանյութ եւ պատրաստվում են այն օգտագործել։ Հոկտեմբերի 13-ից 3-ը իրավապահները մեկնեցին Վանաձորի Թումանյան փողոցի բնակարան։ Տղամարդիկ չժխտեցին, որ տանը կա մեթադոն տեսակի թմրանյութ, ինչը ձեռք են բերել Telegram հավելվածի միջոցով անձնական օգտագործման համար։ Տունը վերցվեց հսկողության տակ, իսկ տղամարդիկ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ բնակարանում հայտնաբերվեց արդեն օգտագործման համար պատրաստ տեղնականաչավուն 2 գրամ հեղուկով ներարկիչ, իսկ սառնարանում մեթադոն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։